Շատ է խոսվում այն մասին, որ ասում են 2018 թվականին բա խոստացակ թալանածը հետ վերադարձնել, բա հետ վերադարձրիք, թե հետ չվերադարձրիք։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մտել է լրացուցից 6.6 միլիարդ դոլար, որը հեղափոխությունից առաջ այդ գումարները մտնում էր կոնկրետ անձանց գրպանը։ Եվ ես կարամ նույնիսկ օրինակ բերեմ, այսօր Հայաստանի ավելի կոնկրետ օրինակներ բերեմ, այսօր Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունի փայաբաժին եւ վերջին 2018 թվականից մինչև 2026 թվականը ներառյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավելի վճարում է արևպետական բյուջե, քան նախորդող նույն մի ժամանակ, այսինքն նախորդ տարում, պատկերացնում եք 300 միլիոն դոլար պլյուս, այսպիսի տարբեր 300 միլիոն դոլարներով մենք պետական բյուջե եւ պետության կարողությունները ավելացրել ենք, բայց այդ միայն 2026 թվականին մենք պետական թոշակի բարձրացման որոշման համար լրացուցիչ ծախսելու ենք 70 միլիարդ դրամ, միայն 2026 թվականին, եւ սա այդ թվում ստվերի, այդ թվում թալանածը վերադարձնելու պրոցեսը, իմիջիալոց, ես չգիտեմ դուք լսել եք թե չէ, բայց օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կառավարության բանով, հայտով վաճառվել է ֆինանսների նախկին նախարարին պատկանող տունը, եւ Միացյալ Նահանգները արդեն պրոցեսը գնում է, ինչ որ մի տոկոս պահելու են իրանց ներքին բաների համար, բայց գումարի մոտավորապես 60-70%-ը փոխանցելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Դա արդեն տեղի է ունեցել։ Երկու մի քանի օր առաջ Կոտայքի ընդամենը օրեր առաջ Վճռաբեկ դատարանի վճիռը ուժի մեջ մտավ, Կոտայքի նախկին մարզպետի տունը, առանձնատունը պետականացվեց։ Եվ հիմա մենք մտածում ենք այնտեղ, չգիտեմ, ոնց կօգտագործել, դա արդեն բանն է։ Կոտայքի նախկին մարզպետի եւ որ նույնը ինքն է Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը իր ամբողջ տարածքով սեփականացրեց։ Եվ այդ տունը հիմա իրանը չէ, տունը հիմա ձերն է, ժողովուրդ։